Катюшан որ սկսում է, նեմեցը արդեն մահացած է։ Թե ты что, ёб твою мать, կասեմ смотри, ёб твою мать, գժվեց ինձրա պստալետ քաշեց, մի հատ գրակեցի, չէ, քաշեցի 4 տուը, 4 որ խփեցի, տեսնամ վառեց, 3 անգամ վիրավորվել եմ, մի հատ թեթևել է, մի հատ կատուժի, մի հատ ծանր։ Բազյան ասատուր ալում է։ Երբ է լրացել ձեր 100-ամյակը։ Հունվարի 5-ին։ Հունվարի 5-ին։ Բայց դուք ձեզ 100 տարեկանի նման զգում եք, թե ավելի երիտասարդ։ Կարողա ստեցա։ Պատմեք մի քիչ ձեզանից, որտեղ եք ծնվել, երբ եք գնացել ֆրոնտ։ Ես բուն Գորիսի ռայոնի Արավուս գյուղից եմ։ Ծնվել եմ Արավուս գյուղում։ Ապրել եմ այնտեղ 18 տարի։ 18 տարեկանից արդեն վերցրել եմ պատերազմը, բանակ էլի, բերել են Երևան։ Երևանից տարել են Դիլիջան։ 3 ամիս պարապվել, 3 ամսից հետո մեզ տարել են ֆրոնտ։ Տարել են Կերչ, որովհետև հայոց գերեզմանը Կերչումն է, հայերը Կերչում են խորտակվել, մեկը հրամանտվել են, որ Կերչից հայերը հանել, 43 թիվն է արդեն, Թամանյանի դիվիզիաները։ Կերչումը խորտակվել են, էլի չեն կրացել Լողանան, որը կարողացել է փրկվել, բայց հայոց գերեզմանը Կերչումն է։ Տարալ եմ մեզ Դոնեցկի։ Դոնեցկուց արդեն մտալ եք պատերազմը։ Ազատել եք շատ մեծ քաղաքն է։ Դոնեցկուց մտալ եք պատերազմը։ Ազատել եք Խարկով, Պոլտավա, Կիև, Ռովնո, Դուբնո, Լուցկ, Բրոդ, կամաց այնքան տարիներ առաջացել եք, էլի։ Հետո Գորոդ Ստայանովկա, արդեն Պոլշայում է։ Այդ Գորոդ Ստայանովկա ռազմետչիկները մեզ ասեցին, որ նեմեցը շատ ուժեղ աբարոնա բռնած։ Չի առաջանակ իրիկ ուներ, արդեն որ լույսը բացվի։ Լույսը բացվալա, նոր լույսը բացվում է։ Դե ես եղել եմ սերժանտ, արդեն այդտեղ մերը եղել է Պետերնի ռոտը։ Պետերը պրոտիվտանկվի արոդիա, 2 հոգի է վերցնում։ Սնարյադներն այսքան է։ Նայեցի տեսնեմ նեմեցը մեր պուշկան, 76 մմ պուշկան քաշածանում։ Կասեմ, товарищ командир рот, немец наши пушку тащит. Թե ты что, ёб твою мать? Касем, смотри, ёб твою мать. Դերուսին ամենալա բառը էտա։ Գիժվեց, չիմացա, որ ինչ ունի։ Տեսել եք, որ ձախ կողմից կենտրոնական ճանապարհն է մեր Պոլկը հետ է քաշվել, մեզ չեն ասալ։ Մեկ մնացել եք աչի կողմավը ցորնի մեջ։ Արդեն լույսը բացում է, տեսնում եք, որ մեկ ակուժեննում մեջ եք։ Կասեմ, давай պրոբանք։ Թոսկակ։ Պրոտիվտանկի արոդիա, բայց չի երևում, որ ինչ է մասկիրով կարած։ Այնպես մասկիրով կարած է, որ ոչ մի բան չի երևում։ Գժվեց ինձրա պստալետ քաշեց, կասեմ, քաշեցի ավտոմատը, կասեմ, դու պրոբրա, քեզ պապալամ կկտրեմ։ Գժվելը չի մանում, որ ինչ անի։ Չեմ մանում ուր գնաց վիշնի ծառը, հասած կարմրած, ասմես բա մի հատ չինի ուտես, վախում ես որ գլուխոտ բարձրացնես, դե սնայպերն ուժղն, իրաց
սնայպերներն էլ ուժեղիլան մորոնց էլ, Եվրոպայական խփումը։ Վերջի տրետ հաշավիշն ու արանքումը մի հատ գրակեցի, չէ, քաշեցի 4 տուը, 4 որ խփեցի, տեսնամ վառեց, տեսակ որ տանկա, հա, արդեն այդեղ մեկ ժոլտե ռակետը քիցեցիք, խփեցիք ժոլտե ռակետը, որ նեղության մեջ եք մեկ ապասնության մեջ եք, մեր Կատյուշանը սկսեց, Կատյուշան որ սկսում է, նեմեցը արդեն մահացած է, ակացա 6 հատ տանկատեղ, 2-ն էլ խփեցին, 3-ը փախան, ու դաշտամը 15 կիլոմետր կինի վր մտնե քաղաք, առաջի հերթին, տանկերը ոչնչացրին, դե ուր աղնալու, այնքան մեր կամանդը արդեն առաջացալա, հա փոքր լաշինի վրա կանգնեցին, տանկերը խփեցին, այդ ժողովուրդը մինչև ժամը 3-4 լրիվ հողին հավասարեցին, մի հատ էլ չմնացին։ Միջև որ եք հասել տենց դուք, Բերլին հասել եք, թե… Չէ, միջև հերս եմ մտալ Բերլին, մի հատ չի վիրավորվա, հերը տղա կրվել եք, հերս հայկական չաստում ա եղել, ես ռուսական, 13 արմին էլ մերը, 121 գվարդեյսկի դիվիզիոնը, 340 краснознамённый полк ունել մերը, Բերլին հասել է, ձեր հայրը Բերլին հասել է, դուք ուր եք հասել։ Միջև Վարշավա։ Դուք միջև Վարշավա։ Հա, դե հիմա լսե, արդեն հասալ եք քաղաք, այդ Գորոդ Ստայանովկա, յոլկա ծաղրերը սիրուն ժամի 4-5 կինին, հանգստանում եք, պերերիվ են տվալ։ Հա, նստած հանգստանում եք, տեսնամ մի հատ կինա գալիս, կենտրոնական ճանապարհա, բայց 2 անգամ վիրավորված, 3-րդ անգամս եմ պատերազմում, կասեմ չէ, դա կին չէ, դա տղամարդ է, որ քայլում է, տղամարդի քայլը, կնոջ քայլ չի։ Հա, հետո, որ եկավ անցինի, ստոյ ռուկի վերխին, բուր պետի գնա, հա, այդ շպիոններին ստեր յադանյուն, Սանժղավը տերած, եթե բուրնում ես լեզվա վերցնում է, Եվրոպայական մահանում, չկար, հա, ստուգեցի, полный зараженные, հա, բարձրացրել շտաբն է հենց լավ մզմոտա, դե շտաբն էլ ասած, տունը, նուստում են, արդեն կոչվում է շտաբը, հա, կասեմ, տավարիշ Պուխով, կամանդի պալկանը, շպիոն, հա, հունդ կասեմ, տեսել եմ գալիս է փռել եք, հա, վերջը կասեմ, կինես թե մարդը, թե եչկին է, ստիրը կոսինքան քաշեցի գլխան տղա մարդը, մի հատ խփեցի դրա, մի հատ խփեցի թե вы свободны, ազատ ես, դուսեք, դե հետո ինչարն է տիրակել իմանում, արդեն իրիկունու վիչերնի պրավերկայա, որ քանիսն է վիրավորվալ, քանիսն է անհատ կորչալ չկան, օրինակ, քանիսն է վերջը ստուգում են, դա պրծնում, գվարդե սերժանտ վխադի ստրոյ, կասեմ, ինձ ոչ մի բան պետք է չի, թե տունը չես գտնվում, հալա գտնվում ես բանակում, объявит благодарность и наградит орден славы 3-й степень, հա, հետո ինձ մի հատ սալդատ ունի, կարտավը նայես, թե տավարիս սերժանտ, ես 3 օրուս վիրավորվելու ես, աչի կողմիցդ, ասում ոտիցս, ձեռիցս, ասում չեմ մանում, կարտը տամա, որ աչի կողմիցդ ես վիրա, արդեն հասալ եք Վարշավա, վիսլը ֆարսիրավատ է կրալ, կենտրոնական ճանապարհը, մեկ անցնում են այն կողմնելի վեր առաջանակ, հա, անցան մնացի 3-ով,
հայակասım davayançını ki լաբարձրանալը մինը խփելը ասկոլկանը ստեղից մտավ Slipoj ranën çka manatsala porumuz Sëv թոքուս բանս կտրվա Հա ժամ երկուսին վիրավորվալը Արդեն մեզ մեքենա չունեք, պեն չունեք Պալուտուրկայա Սալոմը լուսնում են Հոնց վերանասուն լուսնում են Պեր մեծ սմբատը Որ օղարկել է օղարկում են, որ ծանրը ապերացիա են անում, պարկացունում Հետո ժամի կշերվա երկուսն է, ապերացիա են անում Այդ որտեղ արեցին, հոսպիտալը որտեղ էր։ Վարշավայի մոտը Դաշտա էլի գյուղը Դաշտային հոսպիտալ Ձեր հոսպիտալն էր, հետ հավաք Չէ, դաշտա, գյուղերը Հա, հոսպիտալ չկա Գյուղերան, մած կազարմայա, մին 30-40 հոգի պարկած, վիրավորված Հնչմանամ, ապերացիան հրալ են պրծալ, արդեն առավոտը բացվալը, են են պարկած Հիմա էդքանը մեզ բարձեցին էշալոնու, ման են ացում, տեղ չկա վեր հոսպիտալներում տեղավորը, բերան հասցրին պալտավա Նոր պալտավա իչացրին ինձ Էդտեղ 6 ամիս պարկեցի Վերքս լավ չտարում Շատ ծանր էլի Ես ասկոլկոնս էստեղից մտալա Սև թոքսա, երկու չապարսա, կլորև ջարդացա Հա 6 ամիս պարկեցի, ասեցին Վերքըտ լավ չտարում, 2 ամիս օտպուսկ տակ Արցակուտ տակ գնատում, նոր հետո էլի բերելու են ծառայես Գնացի 2 ամիս տուն Հետ եք եկել ընդեղից էլի Գորիս Հետ եկեք Հայաստան Հա, եկալ եմ գնացավ Գորիս, գյուղը, մր գյուղը Մրս փոքր երախեք են Հա, 5 հատ երախա են, իսել 6 Հա, դե Մերս ահրպահալա, վերջի վիրավոր, արդեն մայիսի 9-ին էդ օզրևը, դե լսած կինես օզրևը, էնպիսի հաղորդ հավարալել, որ արդեն վնիման շատ ուժեղ ծանր ձեն ուներ, որ հաղորդում էր ամբողջ աշխարհը դողում էր, հա, հաղթանակը տարալ եք, արդեն մտալ են Բերլին, հայերը առաջի դրոշը Բերլինում բարձրացրալ են, Ռայխստագի գլխին, հա, արդեն հայերը սկսալ են քոչարի պարելը Բերլինում, Այլ Ռայխստագի գլխին, հա, Բաղրամյանը, Առաջի հերթին Բաղրամյանն է մտալ, հետո ռուսական չաստերը Ձեր մեդալները պատմեք, ինչ մեդալներ ունեք, այսքան մեդալ ունեք, որը ինչի համար են տվել Այս զատվագը պատերազմում են տվել Դե տվել են, ես կարամ բոլորը հիշեմ Ամենակարևոր մեդալը ինչի համար, ումից եք ստացել, որ հիշում եք Դե ինձ պետեր вообще Գորոդ Ստայանովկա Հերոսի կոչում տային Հա, չտվին Ես մեկը հարրամյակն է Ես մեկս 80-ամ Ռուսաստանի 80 юбилейնին է Թազատարին գնացել եմ Լենինգրադ Հա, ես համ երկու քաղաքացի Համ Հայաստանի, համ Ռուսաստանի Երկու քաղաքացություն ես իրավունք ունեմ Հիմա սա ձեր 80-ամյակին են տվել Լենինգրադում Ես Ռուսաստանի 80-ամյակի Юбилей Ես մեկն էլ հարրամյակավս են տվել ստեղ Երևանում Այս ով ատվել Վետերանների կոմիտեն Իսկ ես մյուսը ես մեր դրոշովը Բաղրամյանը չի Ադե տվել են ես կարամ հիշեմ Երկու հատ
Կիևիցին դերել ստացալ են Ուկրաինայից երկու հատ Լենինգրադ են տվել տալիս են էլի ամեն տարի տալիս են Իսկ ձեզ ոնց են նայում Ռուսաստանի իշխանությունները, Հայաստանի իշխանությունները որպես վետերան ինչ-որ օգնություններ, չգիտեմ, ինչ-որ վերաբերմունք հատուկ կա ձեր նկատմամբ։ Շատ լավ, ես թոշակս Լենինգրադ եմ ստանում։ Որովհետև ես գրանցված եմ Լենինգրադ, իմ տղաս, եսի տեսնում ես այս կողքինը, այնտեղ ապրելիս եղել։ Ես արդեն երկրորդ տարին է տառում, որ մահացալ է։ Իսկ ստեղից ինչ են տալիս, Հայաստանի կառավարությունը ինչ է տալիս ձեզ։ Ոչ մի բան չեն տանում, հիմա պետք է միլիոն փող տանից, հələ ձգձգում են։ 100-ամյակին, ձեր 100-ամյակի լրանալու կապակցությամբ։ Չեն տալիս, հիմա արդեն խոսացալ են, հիմա արդեն մի հատ տեղեկանք պետք է պասպորտ սեղանը ամսի 26-ին տա, որ տանեմ տամ քաղսովետ։ Տեսնակ ինչ են ասում, հիմա վետերանների կոմիտեն, ես գնացալ եմ ասալ, ասում է իրավունք չունեն, որ չտամ, դու Հայաստանի քաղաքացի ես, ինչ անեք, որ թոշակդ ընդեղ ես, այդ կապ չունի, հիմա չեմ իմանում, կտամ, իսկ պատվավճարել են տալիս, չեն տալիս վետերաններին։ Պատվավճար չեմ ստանում, ես ոչ մի բան չեմ ստանում։ Հայաստանից ոչ մի բան չեք ստանում, միայն Ռուսաստանից։ Հա, մենակ Ռուսաստանից։ Озерово Хаднес, внимание, говорит радио. Մեր սովետական միությունը հաղթալ է, մտալ եք Բերլին, Победа, ամսի 9-ին Победа, այդպես էլ գնացել է, ուրախացալ են, բոլորը պարում են, չես իմանում, ինչ են անում, այդպես։ Որ վերադարձել եք ֆրոնտից, երիտասարդ եք եղել, երևի ինչքան եք կռվել, մի տարի, երկու տարի։ Հետո նորից ինձ տարալ են, վերադարձան, գնացալ եմ Գորի, Գորուս տարալ են Օրշա, Բելարուսիա։ Անդեղից 46 թիվին արդեն ազատալ են, որպես ծանր վիրավոր նիստրավոյ 46 թիվին ազատալ են։ Ու եկել եք Հայաստան նորից։ Հա, նորից եկել եմ Հայաստան, գնացալ Գորիս, մեր գյուղում և ամուսնացալ, դրանից հետո թողալ գնացալ Բաքու։ 40 մինչև 88 թիվը ապրալ եմ Բաքու։ Այնտեղ ապրալ եմ, աշխատալ եմ։ Ինչ եք արել այնտեղ Բաքվում, ինչով եք զբաղվել։ Մասնագիտություն, կրթություն ունեք, ինչ եք։ Ես մոտ 8 տարի աշխատալ եմ պրոմուսլում, նեֆտյանիկ։ Ես տրակտորիստ եմ ելել, կաբինքում նստած իմը ռիչագն է ելել, որ տուրբեքը իջացնում եք, բարձրացնում եք, կամ սմեն նասոս եք անում, իմն է որ շտանգը, լյուբոտկա էլի, տրոսը, հա, ընդեղ ուրակ, այդ բանվորն են, բացում են, պակում են, իմը բարձրացնում եմ, իջացնում եմ, դե արդեն ես 80 թիվին թոշակավորվել եմ, որ թոշակավորվել եմ, էլ չեմ աշխատալ։ Ես ապրալ եմ ոչ թե այսպես, ես ապրալ եմ այսպես։ Բաքվում, հա։ Ինձ լել է 5 հատ երեխա, 2 աղջիկ 3 տղա։ Իրանք Բաքվում են ծնվել, թե այստեղ։ Հա, չէ, մեկը Գորիսի մատ ծնվել, 4-ը Բաքուվա ծնվել։ Դուք այս պատերազմների միջով ապրել եք, այսքան անցած ճանապարհ ունեք։ Տեսակ Հայաստանն էլ պատերազմի միջով անցավ, հիմա Ռուսաստան ու Ուկրաինան են էլի կռվում արդեն իրար հետ։ Ինչ կմաղթեք աշխարհին, մարդկությանը։ Դե հիմա արդեն կանգնած են, ասելի հիմա լավ չի, Ուկրաինայում, Եվրեյա, ուրան ցեղը չի, ուրան մլլաթը չի, հակառակ ժողովրդին փտում է, հիմա որ Ամերիկայի պրեզիդենտը փոխվել է,
ուզում է որ համաձայնացնի։ Պուտինն ասում է ես տան հետ չեմ խոսի։ Կփոխեն հիմա Ուկրաինան ուզում է ընտրություն անի։ Զելենսկուն փոխեն նոր խոսի Պուտինը։ Ասում է նոր այն ժամանակ հետը Պուտինն ասում է այն ժամանակ հետը կզրից։